Մեզ հիվանդանոցում ասեցին, որ Էվայի հետի տղան շատ անհանգիստ էր, հոգատար։ Ինձ թվում է չափազանցրել են, պապ ջան։ Իրականում մի քիչ չափազանցրել են, ես ուղղակի տարել տեղ եմ հասցրել։ Ամեն դեպքում քեզանից շատ շնորհակալ եմ։ Ափսոս, որ տղաս էստեղ չի, նա էլ կուզեր քեզ տեսնել։ Ինձ թվում է, պապ ջան, այս մարդուն պետքա թողնենք, որ ինքը հանգիստ գնա, որովհետև ոնց որ անկապ պահել ենք։ Էվա, դու ծաղիկները վերցրու, տար դիր ջրի մեջ։ Ես այդ հետո կանեմ։ Էվա ջան։ Լավ տղա ջան, արի ավելի անկեղծ խոսենք։ Մնում էր պապան կասկածել։ Այև այս ինչի մեջ ես։ Թե ասա դու ինչի բերեցիր ես Զարդա հետ։ Տվել էի մոտդ պահիր։ Չգիտեմ, ինչի է Էվան փորձում քեզ մեզանից թաքցնի, բայց ես ամեն ինչ հասկանում եմ։ Չէ, իրականում Ես 3 չեմ ծնվել ու շատ լավ գիտեմ, որ հիվանդանոցում մեր տան հասցեն ոչ մի դեպքում քեզ չէին տա։ Դու գիտեիր Էվան որտեղ է ապրում։ Ու այդ օրն էլ միասին եք եղել, չէ՞։ Որտեղ եք ծանոթացել։ Իրականում մի քանի օր ենք իրար ճանաչում ենք։ Հիմա հասկանում եմ, ինչի այդ մասին ինչ չի պատմել։ Պատմելու բան առանձնապես չկա։ Չեմ ուզում մտածեք, որ Էվան ձեզնից ինչ-որ բան է թաքցնում։ Չէ, ես չեմ մտածում։ Էվան գիտի ինչ է անում։ Ուղղակի չգիտեմ, դու գիտես Ինչ։ Էվան մեծ կամքի ուժ ունի։ Մեծ դիմացկունություն, նա շատ է սիրում կյանքը, ավելի քան մեզանից որևէ մեկը։ Ես այդ արդեն նկատել եմ։ Ես ուզում եմ իմանալ, դու գոնե հասկանում ես ինչ ես անում։ Ես թույլ չեմ տա, որ Էվայի սիրտը կոտրվի։ Իմ պահով կարաք հանգիստ լինեք։ Ես այդ մարդը չեմ։ Ինձ թվում է մեր հյուրը արդեն պիտի գնա, չէ՞։ Հա, արդեն գնում է։ Շնորհակալություն ամեն ինչի համար, հաջողություն։ 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 Հա, ինչ։ Ուզում հասկանամ ինչ է իր ասել այդ խեղճին, որ գույնը գցել էր։ Ոչ մի արտասովոր բան։ Նայ, պապ, ես գիտեմ, որ դու հիմա հաստատ ինչ-որ բան մտածում ես, բայց այդ այնչի ինչ պետքա մտածես։ Իմ ու այդ տղայի մեջ ոչ մի բան չկա։ Հանգիստ կարող ես անունը ասել։ Իմիջայլոց վատ անուն չունի։ Պապ, Ինչ եմ մտածում։ Ես ոչ մի բան չեմ մտածում։ Չէ, ամեն դեպքում ինչ-որ բան մտածում եմ։ ես վստահ եմ, որ դու հաստատ մի բան կմտածես։ Ու գիտես ինչ, որ դու ձեր մասին կպատմես ինձ այն ժամանակ, երբ պատրաստ կլինես։ Պապ ջան, դե ուր ես գնում։ Ամեն դեպքում վատ տղա չէր։ Միանգամից զգացվեց, որ խաբել չգիտի։ Պապ, դու ընդհանրապես լսում ես ես ինչ եմ ասում քեզ։
Ոնց կորցնենք դրանց մի քիչ։ Էսա դրանց ավտոն։ Դրան։ Աբա ու մեզ չեն սպասելու։ Բայց սրանք հեռու գնացած չեն ալի։ Եթե սենց թողել են հաստատ ռենտելա։ Ինչ-որ մեկի անով էս ավտոն հաստատ վարձացել։ Ճշտի։ Բելա։ Սոֆիաս դուրս եմ գալիս։ Ինչ եղավ։ Դե չէ նայեմ որ դες խառնված փակեցիր։ Հեչ, ինչ պիտի նայեմ։ Իմանալ չի հարցնի։ Եթե հասել ենք նրան, որ պետք է իրար հեռախոս ստուգենք, խնդրեմ, վերցրու։ Ինչ պլաններ ունես այսօր։ Եսիմ, հեսա զանգեմ Լուիզին, եթե ազատա գնանք միտեղ կոֆե խմելու։ Երեկոյան կգնամ մերոնց տուն, եթե շուտ գործից ազատվես, կարող են գնալ Սարյան, գինի խմելու։ Ճիշտ ես ասում, չեմ կարող այդ ամեն ինչը անեմ։ Լսի քեզանից հսախ կախված։ 1000 հոգու հետ ծանոթացար, փորձի մեկի հետ գոնե ընկերանաս։ Ես էլի մարդինք փորձեմ քո համար մա թեթև բան ճարան, որ տունը չձանձրանաս։ Շատ բարի է, շատ։ Չգայր։ Բաժանվեր մնայր Երևանում։ Լսի հերիքա։ Ես էլ քարից չեմ։ Լավ, կարաս հանգստանաս մի հատ։ Դե ո՞ր դու չգայի խառնվել, ախպերս, այս ամեն ինչը չէր լինի։ Իսիկն ուզում ես ասես ավելավա գնայինք դեմքներս տենար։ Բայց դու խես մտածում որ պիտի ճանաչեին։ Բա որ մի բան նես չգնար, խի էին իրանք ընդ ախպեր կամ գիտեին որ ընդ են, կամ էլ հետևում էին մեզ։ Ախպերս, ինչ եղելա պրծել ենք։ Բայց ասեմ իմանաս, որ այս ապրանքները չեն կարող հիմա ծախենք։ Ես քեզ ասեմ իմանաս, որ չենք կարա չծախենք, որտեվ օրկա վրես դրած ու դու լավ գիտես դրա մասին։ Օրկա օրումը կգնանք, կասենք որ չենք կարում տանք։ Չես հասկանում, չենք կարող հիմա ծախենք։ Մանավանդ այս դեպքից հետո սաղ բայերների պոչի նստած են դնելու։ Անգիր ես պրոստը չեմ կարող հավատամ Օսկարը լերես խանը գցել ջուրը։ Օսկարը լերար այս սաղ արածը գցել ջուրը ընկեր։ Ինչև այսօր լուծել ենք սաղ հարցերը։ Հարց եմ տալի, ինչև այսօր լուծել եք սաղ հարցերը։ Էսե կլուծենք, ախպերս կարաս հանգստանաս։ Ախպերս ես դու չինց խփեմ, քանց թե գնամ դրա դեմը գլուխ կախեմ, ասեմ փողը չկա։ Դե առավ ջարդի գլխի պրծի ախպեր։ Կհանգստանաս որ մեռնես։ Արա մենակ ինչ ես խոսած։ Արա չես մտածում ոչ մեկի մասին, մեր մասին, մորդ մասին ախպեր, ես ձեր մասին կարաս մի քիչ չաչարվես երկար մտածես։ Հենց ձեր մասին մտածելով էլ ես սաղ ասում եմ։ Ապա ես քեզանից մի բան եմ խնդրում։ Ուշադիր ինձ լսի, մի բան եմ քեզնից խնդրում ախպեր։ Խուճապի մի մատնվի, պանիկա մի մցրա։ Ընդհանրապես հանգստացի սաղ հարցերը կլուծենք։ Լավ ախպերս։ Ջան։ Մերսի։ Ինչ ես խմում։ Չէ, ես չեմ ուզում այսօր։ Ինչ ես սենց լարված, նեղված ես։ Համերը բռնել էի դրանց։ Անենց արագ փախանցքի դեմքները չկարացա տենամ։ Որի շուն կատաղում եմ։ Ինչի՞ չես ուզում այդ գործը պոլիսին թողնես։ Հորս նման մի խոսա, էլի։ Էդգար, չես կարծում, որ դու ավելի ճիշտ կանես, որ զբաղվես խանութով ու կորցրածդ հետ բերես ընդամենը։ Ու իրանք էլ երբ ուզենան գան խանութը նորից թալանեն, չէ։ Ես էի մեղացին դեր չկանգնեմ, ճիշտ չի տենց։ Ախր կյանքը շարունակվում է։ Ու գողի համար մեկ ում խանութն է։ Համել ինչ գիտես, որ հայ են։ Հայ են։ Հայ են ու ինձ լավ գիտեն։ Մտածում ես քեզ ճանաչում են։ Ճանաչում են, դրա համար արագ փախան, որ դեմքները չտենային։ Երբ ես հանդարտվելու։ Երբ որ գտնեմ դրանց։ Էվան ոնց է։
Արդեն լավ։ Արդեն ինչի ինչ ա եղել։ Երեք գիշեր վատացել էր Իվանյանից ենք տաղել։ Բա ինչի ինձ չես ասել։ Ես էլ կգայի։ Էդ երբ ես պատրաստվում ձերոնց մեր մասին ասես։ Ճարաշ չսկսես այդ թեման։ Ես եկել եմ ստեղ մի քիչ ցրվեմ, պես առօրյա վիճակից։ Ես դու ավելի ես ամեն ինչ բարդացնում։ Փաստորեն ես ցրվելու համար եմ։ Էդգար, եթե գալիս ես այստեղ, որ ուղակի ցրվես, ուրիշին գտի։ Որովհետև ես չեմ պատրաստվում իմ կյանքից ժամանակ տրամադրեմ մեկին, ով իմ ժամանակը երբեք չունի։ Բե կարող զանգենք։ Չէ։ Իրենք ասացին կզանգեն։ Բա որ այսօր չզանգեն։ Դե իրանց տված ժամկետը այսօր իրիգունն է։ Լավ, եթե իրենք այսօր չզանգեն, վաղը մենք կզանգենք։ Թոնե չստացվի էլի, որ փախացենք։ Պատկերացնում ես դրանց բռնածելն են կամ ավելի հաճելի մեր համար խփածելն են։ Լավ, չենք նստելու տես երազելով սպասենք։ Հա, Ռոբ, տեսար։ Արեցիր ինչ որ պիտի աներ։ Դե խոսա։ Բերեք հետո էլի, ձեզնից ինչ կա։ Մեզանից ոչ մի յուրահատուկ բան։ Զուտ բռնվում էինք։ Ոնց բռնվում էինք։ Դե հա, չկարացանք ծախենք։ Ու ընդհանրապես զանգում է հեռախոսատուրա։ Թողել եմ ավտոյի մեջ այդ հեչ։ Մտա ասեք իմանամ պոլիսներ բռնում։ Չէ։ Խանութի տիրոջ տեղեն ընկել էր հետևներիցս հազիվ փախանք։ Որես ինչ կինոյի մեջ ենք։ Տաղեն ընկելա ձեր հետևից, հերնել ես որ ինձ իրանց տուներ հրավիրել։ Ռոբ, բայց արժեր որ այսքան հետները մոտիկանայիր։ Դու պիտի աննկատ գնայիր այդ ամեն ինչը անեիր ու գայիր, չէ՞ Ռոբ։ Հա, հասկանում եմ, բայց չստացվեց աննկատ գնալ արս։ Սովորական աղջիկ չի հասկանում ես։ Մի տեսակ ուրիշ ձև եմ մտածում։ Ձգում է։ Այս մենակի մեռնելու օրը չգիտեմ, ասում էի, չէ՞ քեզ։ Եթե սես տխուրա, ուրեմն հաստատ սիրահարվել է։ Բայց ով ասեց որ սիրահարվել եմ։ Ես դες բան ասեցի։ Պետք չի որ դու բան ասես, որ ես հասկանամ 1000 տարվա անգերս ես։ Լսի Ռոբ, դու այդ աղջկա այդ ապագա չունես։ Ինքը գիտի ձեն չի անում։ Դու պատկերացնում ես հանկարծ հերը իմանա։ Դու պատկերացնում ես ինչի մեջ կընկնենք։ Այդ աղջկանից պիտի հեռու մնաս այդքան բան։ Ինչ արեցիր ակսիդենտի դարձը։ Ո՞նց է հիշում ես։ Բայց ես չեմ մոռացա։ Որ մոռացած չլինեիր, հիմա այդ հարցը արդեն վաղուց լուծված կլիներ։ Ասացիր, որ լոեր ծանոթ ունես ու տենց էլ ոչ մի բան չարեցիր։ Կերել ես կյանքս։ Ուշ չի հիմա։ Չէ։ Թոնի ջան, բարև։ Ոնց ես։ Բարև Էդգար ջան, լավ դու ոնց ես։ Թոնի ջան, ծանոթներից մեկը ակսիդենտ ա ունեցել։ Ուզում եմ գա իրավաբանական հարցերով օգնես իրան։ Դե գիտեմ քեզանից լավ ոչ մեկ չի անում այս հարցը։ Խնդիր չկա Էդգար ջան։ Appointment կանենք, թող մոտենա։ Բայց ո լուրջ բան չի եղել։ Չէ, տես լուրջ բան չի եղել։ Իրան եք էլ խփել, բայց էլի լոյերի կարիք կա, էլի։ Եղավ Էդգար ջան, կսպասեմ։ Եղավ Թոնի ջան։ Մերսի։ Համարեք ուղարկեմ, կզանգես կգնաս կտենաս Թոնի Պողոսյան։ Ծանոթներիցդ մեկը, հա։ Ինչա չենք ճանաչում իրար։ Էդ ով ենք մենք իրար համար։ Ան մի սկսի էլի, վայ։ Հա, դե եթե մեր մոտից ես շուն վերցնում, ուրեմն հանգիստ տեղի բոլոր պատվաստումներն արած է։ Հա։ Okay, դե ուրեմն վաղը արի։ Խանգարեցի։ Չէ, պապ ջան։ Ինչի պարկած չես։ Մի քանի գործնական զանգ ունեի։ Խանութի վերաբացման հետ կապված։ Իսկ կվերականգնվի։ Իհարկե։ Հո աշխարհի վերջը չի։
Գիտես, քեզ ինչ է ուզում հարցնեի։ Օրինակ, որ իմանաս այդ գողացողները այդ քայլին գնացել են ինչ որ մեկի կյանքը փրկելու համար, ինչ կանես։ Դե, Եվա ջան, գողությունը վատ բան է։ Ոչ մի կերպ դա չի արդարացվում։ Հասկանում ես։ Մյուս կողմից էլ մարդիկ լավ օրից չի, որ գողություն են անում։ Այդ եմ ասում էլի, ինձ թվում է, որ տենց բան չէին անի ուղղակի, շատ է պետք եղել, որ արել են։ Չէ, չմտածես, որ ես միամիտ եմ կամ ինձ սրբի տեղ եմ դրել, բայց ուզում եմ հավատամ, որ ինչ որ մեկի կյանքը փրկվել է այդ քայլով։ Լավ, համարենք, որ դրանով ինչ որ մեկի կյանքը փրկվել է։ Այդքան բան։ Պապ, իսկ դու կներեիր։ Ում գողերին։ Դե հա, եթե իմանայիր, որ փրկության համար է։ Գիտես, չգիտեմ, շատ բարդ հարց ես տալիս, Եվա ջան։ Դե լավ։ Երևի կներեի։ Կարծում եմ, եթե հասկանաս, ուրեմն կներես։ Բարի գիշեր։ Եթե հասկանում ես, ուրեմն կներես։ Նորմալ է, որ այդ մարդը տենց է ասում։ Կամ մինչև վերջ պիտի իր հետ ելնես, կամ էլ ժամանակին պիտի ստոպ տաս։ Լավ էլի արս, նենց ես խոսում, ոնց որ Եվայի հետ արդեն ընկերություն եմ անում, մնացել է մնացած։ Տղեկ ես հասկացա ինչ պիտի անեմ։ Ու ինչ պիտի անես։ Ապրանքը կվերցնեմ կտանեմ փողի տեղ։ Դրա մասին արդեն խոսացել ենք, չէ՞։ Չէ, լիով տես չի լինի։ Այդ ապրանքը որ տանես կարող է ասեն չի հերիքում, պարտքից ոչ թողեն։ Բրոք դա ամեն ինչը տենց հեշտ չի։ Գիտես ամենաճիշտը որը կլինի, որ այսօր թողես անցնի, վաղ երեքով գնանք ես հարցը տեղը գցենք։ Մենք մի անգամ ենք այնտեղ գնալու ու եթե փողը մոտներս չեղավ, մեզից ոչ մեկ հետ չի գալու։ Ու շատ լավ գիտենք պարտքի քանակը ու օրը։ Չգիտեմ ինչի համար այս խոսակցությունը։ Դե ուրեմն պիտի նոր բայեր ճանենք։ Կարևորը որ հայ չլինի։ Կարա կարավոտ իշնենք downtown։ Ուզում հասկանամ դուք միշտ եք sense պոզիտիվ մտածող եղեք, թե պրոստը ստրեսից իրականության հետ կապը կորցրել եք։ Բայ քեզ բան։ Ստոխը խոսալ չի լինում։ Ոնց անենք ես հարցից դուրսնենք։ Իա, այսքան շուտ ես դուրս գալիս։ Հա, պապ ջան, դելտայում գործում եմ։ Իսկ այդ գարը զանգել է։ Ինչի տուն չի եկել։ Գիշերը տուն չի եկել։ Շատ անհանգիստ եմ։ Վայ, Էդգար։ Լիովի աշկը կպավ։ Դե լավ արս, թող մի քիչ քնի։ Թե չես չքնած ոնց ենք այդ հարցերը լուծելու։ Հա, բայց դե որ չենք խոսում, գժվում ենք ախպերս։ Սենց խոսում ենք, մի քիչ ցերվում ենք։ Բայց մեկ այնքան խոսում ենք, ուշքում միտքս հենա լիովի ոնց բրծեցնենք այս հարցից։ Ախպերս մինչև այդ փողը չտանք, այս հարցը չփակենք, ոչ մենք ենք հանգստանալու, ոչ էլ լիովը։ Գիտեմ արս։ Վատենա, որ այս ոսկի կորցնելու վրա այնքան ժամանակ ծախսեցինք, որ հիմա շուտվանից ծախել ենք ու այս հարցը լուծը բրծել ենք։ Դե բարձ է։ Ապեր այդ աղջիկը մի տեսակ իրան տարօրինակ չի պահում։ Ասում եմ, չէ, սովորական աղջիկ չի։ Շատ ուրիշ է։ Ախպերս չես մտածել, որ հենց հիմա կա այդ աղջիկը նստած ընկերուն ամեն ինչ պատմում է։ Դե կարա հորը չպատմի, բայց ընկերուն հոգը պատմի։ Վերիկած գնացինք։ Ուր ախպերս։ Գնանք մոտ արագ տնան գանք։ Երկուսով։ Հա ինչ։ Դու հերվից կնայես, չես ուզում, հետաքրքիր չի։ Ախպերս ուզում եմ, բայց չեմ հասկանում ինչի համար ես ուզում այդ աղջկան տենաս։ Գնամ ասեմ, որ հանկարծ ընկերուների տարբար չասես, սաղ նորմալ է։ Թե քեզ պատճառա պետք է այդ աղջկան որ տենաս։ Չէ, արժան հիմա դրա ժամանակն է։ Զուտ գործի համար, արի քանի լովը քնածա գնանք։
Հա, իհարկե կարանք հանդիպենք, բայց արի ես քեզ մի ժամից զանգեմ, պայմանավորվենք, լավ։ Էդ գնում ես արդեն։ Հա, պետք է գնամ խանութ։ Սա գործերը թողել եմ պապայի վրա։ Բայց հետո էր զանգում։ Հին ընկերուհի էր։ Հայաստանից եկել է, ուզում է հանդիպենք։ Բարսը լավ, դե կզանգեմ։ Բասուրճ չես խմում։ Չէ։ Կարող է երկուսով պետք է չգայինք, կարող է տենա վախենա։ Արս ասում եմ վախեցողներից չի։ Մենք ավելի շուտ իրանից կվախենանք, քան ինքը մեզնից։ Նենց ես ասում, արդեն ինձ էլ է հետաքրքիր ինչ ձևի աղջիկա։ Արիդ կրնիկը ծանոթացնեմ։ Լսպասի ես ծանոթանամ։ Բայց երկար չմնաս, շուտ արա շուտ գնանք։ Լավ։ Եկավ։ Էվա, Էլի դու։ էլի ես։ Ոնց ես։ Ես տարօրինակ ա որ։ Ինչն է տարօրինակ։ Դե տարօրինակ ա որ ինձ տենում ես չես ուշաթափվում։ Նախորդ երկու անգամներ ավելի լավ ռեակցիա տվեցիր։ Ինձ տեսար սիրտդ վատացավ։ Ընդհանրապես ծիծաղալու չի։ Կարանք պայմանավորվենք, որ էլ չգաս։ Էվա, Անունս էլ չտաս։ ինձ երեք պապատ ասաց, որ հանկարծ քո սիրտը չկոտրեմ։ Բայց ես մտածում եմ, որ ինքը չի հասկանում, թե ինչքան ամուր է քո սիրտը։ Դու չես հասկանում ինչ ես խոսում։ Ինչի հետ ինչ ասացի որ։ Լավ, արի սենց պայմանավորվենք։ Իմ սրտի մասին չենք խոսում։ Սրտի մասին երգեր չենք նվիրում, սրտի մասին հումորներ չենք անում։ Կլինի։ Դե լավ, մի անգամ ծանրաբեռնված ես եղել, սիրտդ վատացել է։ Տենց ծանր մի տար բան չկա։ Ալո։ Այստեղ եմ, հեսա գալիս եմ։ Ինչ ա եղել։ Ինչ ա եղել։ Հաճախորդը շանը շտապ բերեց, որովհետև այգում ուրիշ շուն ա հարձակվել, կծել է, հիմա պետքա շտապ օգնենք, ասիստենտը չի եկել։ Ոնց մենակ պիտի անեմ։ Զանգեց, ասեց 20 րոպեից կհասնեմ, բայց եթե կարողանանք սպասենք։ Չէ, չենք կարող սպասենք։ Ես ինչ կարող անեմ։ Ոչ մի բան, ես անցնեմ գործի։ Կարող ես բժիշկ կա պետք։ Արսել արի էլի։ Ու մնացիր, լյովը մեզ է սպասում համել 1000 հարց կա լուծելու։ Գիտեմ, բայց ես էլ է կարևոր բուժքույր է պետք։ Շատ կոպի չեմ բուժքույրի համար։ Արի ինձ կբացատրեմ էլի։ Ինչ ա եղել։ Մարիամ ջան, հենց մերին գա, արագ պատրաստեք, թող մտնի ներս։ Բժիշկ կա պետք։ Ինքը բժիշկ է։ Հա, բժշկական եմ սովորել, բայց չեմ։ Կարաս ասիստենտ լինես։ Արի հետևից ես։ Սա հետո քեզ է վիրատելու, բայց առանց նարկոս։ Էլի ինչ կարող անեմ։ Ո՞նց ես։ Ոնց լավ։ Գիտես ոնց զարմացա զանգից հետ։ Ինչի։ Դե չէի սպասում, որ զանգեցիր անակնկալի եկա, որովհետև չէի հավատում, որ դու տեղափոխվես։ Ես հո գիտեմ, որ դու Երևանը շատ ես սիրում։ Հա, բարձում է հնարավոր է սիրել մի քաղաք, ուրիշ քաղաքում էլ ապրել։ Հնարավոր է։ Լավ, արի գնանք միտեղ նստենք, հանգիստ զրուցենք։ Մենք կարող է կարողանանք ճշտենք ներսի ինչ վիճակ է։ Լավ աշխատեցիր, ապրես։ Լավ պրակտիկա ունես։ Ես կասեի լավ դասախոս եմ ունեցել։ Նորմալ է ամեն ինչ։ Հա։ Իսկ չես ափսոսում, որ կիսատ ես թողել։ Իհարկե ափսոսում եմ։ Իմ կյանքի ամենամեծ բաստողումն է։ Հաճելի է, Էվա։ Արսեն, իմ համար էլ է հաճելի։ Ես փաստորեն Արսենը կարա անուն տա, բայց ես չեմ կարա, հա։ Էվա։ Ռոբ։ Երեխեք մերսի շատ, երկուսիդ էլ։ Այսօր էլ անիմաց չապրեցինք։ Էվա, ստեղ մոտիկ սրճարան կա, կարող է գնանք կոֆե խմենք։ Երեքով։ Բայց ես դա վերջացնեմ, չէ՞ այսօր։ Այո, վստահ վերջանալու այո։ Դե լավ է, որ վերջացնեն, մի շաբաթից արդեն խանութը կլցնեն։ Սուրճ բան խմեք յուրացիրեմ։ Չէ, շնորհակալություն։
Մինչև այդ մեզանից տարածնել հետ կբերեմ, պապ։ Մի բան պիտի ասեմ, բայց խոստացի, որ Էվային չես ասի։ Ինչ ա եղել։ Այդ տղան, որ Էվային հասցրել էր հիվանդանոց, Էվայի ծանոթն էր։ Երեք էլ մեր տանն էր։ Լրի մտքիցս տրել էր, տեղ պիտի զանգեմ։ Մի րոպե։ Ալո, Կարո ջան։ Արամն է, ոնց ես։ Ողջույն, լավ, Արամ ջան, դուք ոնց եք։ Լսի, տան բակում կամերաներ դնելու համար, որ ասում էի, հիշում ես։ Այո, հիշում եմ, Արամ ջան։ Երբ կարանք տեղադրենք։ Վաղը հացած ժամ ունեմ, վաղը կարող ենք անել։ Ապրես, Կարո ջան։ Ինչքան շուտ ենքան լավ։ Բարի Արամ ջան, ես եմ շնորհակալ, վաղը կհանդիպենք։ Ես պետք է այդ հարցով զբաղվեի, պապ։ Ինչ տարբերություն կգան կտեղադրեն։ Ոնց ասես։ Դե տենց խորենը որոշեց, որ պետք է գանք նոր շանսի նոր երազանքի հետևից, ու հետո էլ պարզվեց, որ իր սարքյանքի երազանքն ա եղել Ամերիկայում ապրելը։ Իսկ դու բնականաբար չէի լսում։ Ես ստիպված եմ մարմարվել։ Մենակ կոփե, հա։ Վայ, Աննան, ես ասել Ան, ոնց ես։ Լավ, դու ոնց ես։ Լավ։ Ինչ լավ հանդիպում ստացվեց, որ պայմանավորվեինք հաստատ sense չէինք կարող։ Իդեպ ծանոթացի Սոֆինը, ընկերուհի Սոֆ նորա տեղափոխվելուց։ Շատ հաճելի է։ Էվա։ Չես մոտենալու։ Սպասի եկավ։ Իդեպ այս տղաները քեզ հետ են։ Բարև ձեզ։ Սոֆի ջան, լավ ես։ Չէի պատկերացնում, որ քեզ Ամերիկայում կտեսնեմ։ Հա, նոր եմ տեղափոխվել։ Տեղափոխվել վերջնական։ Ես դու ոնց ես։ Այսինքն դուք Ես լավ եմ, հարցումն էլ գնաց։ Բաղում եք եկել։ Ամուսնաս։ Ամուսնացել ես։ Իսկ ինքը։ Լավ, մի օր կարողանանք կնստենք բոլորով։ Ռոբ, կներես ինձ չի թվում, որ այդ լավ միտք է։ Երևի ճիշտ ես, ամուսնուդ կարող է դուրս չգա, հասկանում եմ քեզ։ Եվ այն տեսնեմ Արսենն ինչ եղավ գա։ Չհետաքրքիր է։ Բոլորդ իրար ճանաչում եք, բայց ոչ մեկը չէր ուզում դրա մասին ասել։ Կարան գնանք։ Իհարկե։